Հատիսի գագաթը դարձյալ մարդաշատ է։ Այս անգամ բարձունքը հաղթահարել են Ավան վարչական շրջանի բնակիչները։ Նրանք այստեղ են որպես կամավորներ, իրենց ձեռքով մասնակցելու Հիսուս Քրիստոսի արձան համալիրի շինարարությանը։ 2500 մետր բարձրության վրա են գտնվում Հատիս լեռան գագաթին, որտեղ լայն թափով իրականացվում են աշխարհում ամենաբարձր Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձան համալիրի շինարարական աշխատանքները։ Այս արձանի գաղափարը, կառուցման գաղափարը, ինչպես պարոն Ծառուկյանն է ասում, դա ազգային միասնության, համերաշխության, վերածննդի գաղափարն է եւ աշխարհասփյուր հայությանը սա միավորող վերածննդի խորհրդանիշ դարձող արդեն իսկ խորհրդանիշ է։ Ավանցիների այս այցի գաղափարը նույնպես ծնվել է Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպման ժամանակ։ Բնակիչներն իրենք էին ցանկություն հայտնել լինել Հատիսի գագաթին ու թեկուզ մեկ բահ շաղաղ լցնել մեգա նախագծի հիմքում։ Ասել, որ տպավորված եմ, շատ քիչ է, էմոցիաներս շատ աննկարագրելի են, տեսակ համ վեհություն ես զգում, համ ինչ-որ քեզ կարևոր ես զգում այս բարձրության վրա, որ դու հենց հիմքը դրած ժամանակից մասնակցությունն ես ունենում այս հրաշքի։ Տպավորությունները շատ են, սպասում եմ նրան, որ 27 թվին գամ ու արդեն ամեն ինչ պատրաստ լինի։ Մարդիկ աշխարհի տարբեր երկրներից գալու են, հաստատ բարձրանալու են եւ իրենց սեփական կարծիքն են կազմելու հայ ժողովրդի, հայ մարդու եւ հայ բարերարի մասին։ Հիսուսի արձանի մոտ եմ եղել, այնտեղ ենք ուսումնասիրել, արձանը տեսել ենք, շատ տպավորված էինք ու միշտ մտածում էինք, որ հաջողացնենք նաեւ այստեղ գանք։ Ավանցի կամավորները միանում են շինարարներին, ոգևորությունը մեծ է, աղոթքով ու բարի մաղթանքներով կատարում աշխատանքը։ Ասում են, սա պարզապես այց չէ, այլ ուխտագնացություն։ Կամավորները նախ մասնակցության հավաստագրեր են ստանում, իսկ այցն ավարտվում է մեկ սեղանի շուրջ, որտեղ ամենից հաճախ հնչող մաղթանքն է բարի ընթացք եւ ավարտ հայրենանվեր գործին։ Ալինա Սահակյան, Արման Ղարիբյան, Էպիկենտրոն։